Բարև ձեզ սիրելի առաջին դասարանցիներ, այսօր մենք միասին կսովորենք Սարգիս Խարազյանի նապաստակ դասը։ Իսկ մեր թեմայի վերնագիրն է մեր ընկերությունը։ Ինչ եք հասկանում ասելով ընկերություն։ Ընկերություն անում են միասին այն մարդիկ, ովքեր ունեն ընդհանուր խառնվածք, նման են խառնվածքով ընդհանուր ցանկություններ, նպատակներ, ձգտումներ։ Ընկերները պետք է միմյանց օգնեն, իրար հետ ընդհանուր գործ կատարեն եւ տեսեք այս բանալի բառերը վերաբերում են ընկերությանը։ Համագործակցություն, համատեղ ընդհանուր ինչ-որ գործ անել, ինչ-որ որոշումներ կայացնել, բարի ցանկություններ, ընկերները միմյանց նկատմամբ ունեն բարի ցանկություններ։ Փոխօգնություն, որը նշանակում է փոխադարձաբար, այսինքն մեկը մյուսին օգնել։ Երեխաներ, ընկերությունը կարող է լինել ինչպես մարդկանց, կենդանիների, այնպես էլ, այո, դուք ճիշտ եք նախադասության բառերի մեջ։ Տեսնենք պրպտիկն ու մտմտիկը ինչ են պատմում մեզ։ Պրպտիկ, իսկ ինչպես տարբերել բառակապակցությունը եւ նախադասությունը։ Մտմտիկ, արդեն գիտես, որ ինչպես հնչյունների ամեն մի խումբ չէ, որ բառ է, այնպես էլ բառերի ամեն մի խումբ չէ, որ նախադասություն է։ Նախադասությունը պետք է միտք արտահայտի։ Տես, ծառ, բառ է, ծիրանի ծառ, բառակապակցություն է, իսկ ծիրանի ծառը ծաղկել է այգում, արդեն նախադասություն է։ Այնպես որ խառը բառերի խումբը չի կարող նախադասություն լինել, դրանք պետք է դասավորված լինեն եւ միտք արտահայտեն։ Այն առաջադրանքները, որոնք մենք ունենք աշխատանքային տետրում, միասին կկատարենք աշխատանքային տետրում, իսկ դասագրքի առաջադրանքները կկատարենք հիմա դասագրքում։ Բայց քանի որ ես բացատրեցի բառերի խումբը, որը միտք է արտահայտում, կոչվում է նախադասություն թեման, այժմ դասավորենք այս բառերը եւ ստանանք նախադասություններ։ Գիշերը ամանորի պահեցի երազանք։ Դասավորենք բառերը, որպեսզի ստանանք նախադասություն։ Ամանորի գիշերը երազանք պահեցի։ Ընկեր, լավ, ես ունեմ։ Ես ունեմ լավ ընկեր։ Արմենը գործ կատարեց բարի։ Արմենը բարի գործ կատարեց։ Այսօր մենք կսովորենք մամուռ, դարավոր բառերը։ Մամուռը քարերի, ծառերի վրա խոնավ տեղերում աճող գորգանման, փափուկ, նուրբ կանաչ է։ Դարը երեխաներ 100 տարին է, դարավոր նշանակում է 100 տարվա կյանք ունեցող, շատ հին, մի քանի 100 տարվա։ Նախադասությունը օրինակը բերված է, դարավոր եկեղեցու քարերը պատվել են մամուռով։ Եվ նաև կսովորենք օգնել բառը, որ լսվում է Ք, բայց գրվում է Գ։ Այժմ կարդանք բնագիրը եւ ուսումնասիրենք տրվող հարցերի միջոցով։ Նապաստակ։ Այ սիրունիկ նապաստակ, հիմա սառած անտառում ձմռանության ոտքի տակ դու ինչպես ես կեր ճարում։ Ինչ կարող է պատասխանել նապաստակը։ Այս հարցի շուրջ զրուցելուց հետո շարունակում ենք կարդալ։ Անտառի մեջ դարավոր, կաղնիների տակ ամուր, ճարում եմ ես ամեն օր 4 տերևներ ու մամուռ։ Որտեղ է նապաստակը գտնում իր կերը, որն է նրա կերը։ Նապաստակը իր կերը գտնում է անտառի մեջ եւ կաղնիների տակ ուտում է 4 տերևներ եւ մամուռ։ Տեսնենք էլ ինչով է սնվում նապաստակը։ Չեմ կոհանում տերևից, ես գտնում եմ լավ սնկեր։ Ինձ օգնում է վերևից ծառաբնակ մի ընկեր։ Ծառաբնակ նշանակում է ծառի վրա բնակվող։ Ով է նապաստակի ընկերը։ Նրա մասին ինչ հուշող բառ կա։ Ինձ օգնում է վերևից ծառաբնակ մի ընկեր։ Դա սկյուրն է իմ բարի։ Ծառին երգում ու ծափում եւ ճյուղերից մի ծառի 4 կաղին է ցած թափում։ Ինչպես է սկյուրը օգնում նապաստակին։ Ճյուղերից 4 կաղին է թափում ցած։ Ծվծվում է քաղցրածայն, որքան կուզես կեր ու կեր, մինչև վերջը այս ձմռան ես քեզ կօգնեմ, իմ ընկեր։
Ինչ է խոստանում սկյուրը նապաստակին, որ մինչև ձմռան վերջ օգնելու է նրան։ Առաջադրանք 7. Ինչու է սկյուրը ծառաբնակ կոչվում։ Մենք խոսեցինք այս մասին, որովհետև սկյուրն ապրում է ծառի փչակում։ Ուրիշ ինչ ծառաբնակ կենդանիներ գիտես, երեխաներ, դուք ձեր գիտեցած կենդանիներին թվեք, իսկ ես կավելացնեմ փայտփորիկը, որը անդադ փայտը փորում է, ծառից հանում է միջատներ, որսում է դրանց, ուտում եւ օգնում է բնությանը։ Ինչու՞ չէ, նաեւ կապիկն է ծառաբնակ, նա ոչ թե փչակում է ապրում, այլ ծառի վրա, ճյուղերին։ Իսկ հիմա պատասխանենք հարցերին։ Որտեղ է ապրում նապաստակը։ Նապաստակն ապրում է անտառում։ Ինչու է նապաստակը ձմռանը դժվարությամբ կեր գտնում, որովհետև անտառը ծածկված է ձյան շերտով եւ կերը մնացել է ձյան տակ։ Ինչպես է սկյուրն օգնում նապաստակին։ Սկյուրը վերևից կաղին է թափ տալիս։ Սկյուրն ինչու է ուրախանում նապաստակին օգնելիս, որովհետև բարի գործ կատարողը բարի է, հոգատար եւ նաեւ ուրախ։ Ինչ է զգում նապաստակը, երբ սկյուրը օգնում է իրեն։ Նապաստակը նախ օգնություն է ստանում եւ հետո ուրախանում է, որ ունի լավ ընկեր։ Պատկերացրու, որ դու նապաստակն ես, պատմիր, թե ինչպես է քեզ օգնել սկյուրը։ Երեխաներ, կարող եք մտածել, հորինել ինչ որ ուզում եք։ Ձեզ ոչ ոք չի ասի այդպիսի բան հնարավոր չէ։ Ինչքան կարող եք շատ հորինեք, դա կօգնի ձեզ, որպեսզի ձեր մտքերը գեղեցիկ արտահայտեք եւ ունենաք սլացիկ, գեղեցիկ միտք։ Ինչից է երևում, որ նապաստակն ու սկյուրն ընկերներ են։ Նախ շատ հոգատար են միմյանց նկատմամբ, օգնում են իրար եւ հետո բարի խոսքեր են ասում միմյանց։ Այժմ առաջադրանք 11-ը տրված բառերից որոնցով կբնութագրես սկյուրին եւ նապաստակին։ Առաջադրանք 13-ը նկարիր քո լավագույն ընկերոջը եւ պատմիր նրա մասին։ Ինչ է անունը։ Օրինակ կարող եք ասել իմ ընկերոջ անունը Արամ է, որտեղ եք ծանոթացել։ Արամի հետ ծանոթացել ենք մանկապարտեզում։ Ինչ է սիրում նա անել։ Արամը սիրում է ենթադրենք երկել նկարել, որն է նրա սիրելի խաղը։ Նա շատ է սիրում գնդակ խաղալ։ Ինչ եք սիրում անել միասին։ Միասին սիրում ենք գիրք կարդալ։ Ինչ կուզեիր պատմել նրա մասին եւ կարող եք մի փոքրիկ պատմություն պատմել ձեր լավ ընկերոջ մասին։ Իհարկե ես օրինակը բերեցի, դուք կոնկրետ կպատմեք ձեր ընկերոջ մասին։ Շնորհակալական բացիկ պատրաստիր ուղղված ընկերոջդ։ Գրիր, թե ինչու ես նրան շնորհակալ։ Կարող եք հիշել, թե ինչ լավություն է արել, ինչ օգնություն է ձեզ ցուցաբերել ձեր ընկերը եւ դրա մասին շնորհակալական բացիկ պատրաստեք։ Եվ ամենավերջում երեխաներ կհարստացնենք մեր ծաղկուն այգին, ծաղկի թերթիկներին կգրենք, թե ինչ պետք է անել լավ ընկեր լինելու համար։ Օրինակ, օգնել դժվար պահին։ Օգնել դասերը պատրաստել, միասին խաղալ, խաղի ժամանակ օգնություն ցուցաբերել, դասերը պատրաստելիս նույնպես օգնել, ամեն հարցում երեխաներ պետք է օգնել, լավ վերաբերվել, գաղտնիքը ուրիշին չասել եւ զանազան տարբեր բաներ, որոնք կարեւոր են օգնության համար։ Ամենակարևորը միմյանց հասկանալ, իրար սիրել, ոչ մի հարցում իրար չնեղացնել։ Ինչով եմ գնում առաջ։ Ինչն ամենից շատ ինձ դուր եկավ ընկերությունը։ Ինչ զգացի, որ ընկեր ունեցողը երբեք մենակ չի մնա։ Որ բառերի իմաստը սովորեցի դարավոր եւ մամուռ բառերի իմաստը։ Այժմ կատարենք աշխատանքային տետրի առաջադրանքները։ Առաջադրանք 1. Դասավորիլ դասագրքի բառերն այնպես, որ միտք արտահայտեն։ Սա մենք բանավոր կատարեցինք, հիմա կգրենք։ Ամանորի գիշերը երազանք պահեցի։ Ես ունեմ լավ ընկեր։ Արմենը բարի գործ կատարեց։ Առաջադրանք 2. Տրված բառերով կազմել նախադասություններ։ Ուտում նապաստակ մամուռ է։ Նապաստակը մամուռ է ուտում։ Թափում է կաղին սկյուր ծառից։ Սկյուրը կաղին է թափում ծառի։ Առաջադրանք 3. Ամբողջացնենք նախադասությունները եւ գրենք։ Սկյուրը քաղցրածայն ծլվելում է։ Նապաստակը գտնում է լավ սնկեր։
Սկյուրը նապաստակին օգնում է վերևից։ Առաջադրանք 4-ը բառերով պատկերիր, ինչպիսին է անտառը ձմռանը։ Անտառը ձմռանը ձյունոտ է, ճերմակ, կարելի է ձյունածածկ բառն օգտագործել, հանգիստ և երբեմն նաև քնած։ Առաջադրանք 5-ը լրացրու բառակապակցությունները տրված բառերով՝ պինդ, հիանալի, գեղեցիկ, հին անտառ, գեղեցիկ նապաստակ, պինդ կաղին, հիանալի սնկեր։ Առաջադրանք 6-ը պետք է գտնենք հակառակ բառերը, որը հետագայում կսովորենք, որ կոչվում են հականիշներ՝ սիրունիկ, տկեղ, չոր, թաց, բարի, չար, լավ, վատ, ամուր, թույլ։ Եվ ամենավերջում ինքնագնահատում։ Այս պատմությունը ընկերության մասին սովորեցրեց, որ ընկեր լինելն ուրախ բան է, պետք է օգնել իրար, բարությունը կարևոր է, ընկերոջ հետ հեշտ է ապրել։ Այս պատմությունը կար տալիս զգացի ուրախություն, զարմանք և նաև հպարտություն։ Ինձ ամենաշատը դուր եկավ, որ ընկերներն իրար ամեն հարցում օգնում են և գնահատում են իրար։ Պատմությունից սովորեցի հետևյալ բառերը՝ մամուռ, դարավոր, օգնել։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։ Ցտեսություն։